Օրերս անդրադարձել էին Գյումրու Ղարսի խճողու անմխիթար վիճակին, չնայած ճանապարհաշինական ակտիվ սեզոնին ճանապարհի կիսատ մնացած հատվածում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում, իսկ վարորդները շարունակում են օգտվել դժվար անցանելի ճանապարհից։ Պարզելու համար, թե ինչու է հիմնանորոգումը կանգ առել, գրավոր հարցումներ էին ուղարկել նախ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։ Նախարարությունից տեղեկացրին, որ հիմնանորոգման ծրագրում ընդգրկված է M7 միջպետական նշանակության նշված ճանապարհահատվածը, որն իրականացվում է 2 փուլով։ Նախարարության փոխանցմամբ առաջին 617 մետրանոց հատվածի համար ներկայումս հայտարարված է շինարարական աշխատանքների գնման մրցույթ, իսկ երկրորդ 900 մետրանոց հատվածի աշխատանքները մեկնարկել են 2025 թվականին, թեև նախատեսվում էր դրանք ավարտել նույն տարվա ընթացքում, գործընթացը ձգձգվել է։ Գերատեսչությունից վստահեցնում են, որ անհրաժեշտ ֆինանսավորումը նախատեսված է եւ համապատասխան ընթացակարգերից հետո շինարարությունը կվերսկսվի։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչեւ 2026 թվականի վերջը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ հետաքրքրվել էինք աշխատանքների դադարեցման պատճառներով, մեզ փոխանցվել էր, որ ձգձգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ճանապարհի տվյալ հատվածում աշխատանքներ պետք է իրականացներ Գազպրոմ Արմենիան։ Ընկերության ներկայիս գրավոր պատասխանից սակայն պարզ է դառնում, որ այն ոչ միայն 2025 թվականին նման աշխատանքներ չի իրականացրել, այլև 2026 թվականի համար եւս նման ծրագրեր չունի։ Թե ինչու էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը աշխատանքների ձգձգումը կապել Գազպրոմ Արմենիայի հետ, գրավոր հարցման տեսքով նախարարությունը չի անդրադարձել։ Աստղիկ Խաչատրյան այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Թեհրանի Մեհրաբադ միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին։ Վարչապետ Փաշինյանն այսօր կմասնակցի Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։ Իսկ մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Վարչապետը եւս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ, ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։ Նախագահ Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշումը եւ ցուցաբերած մարդասիրական աջակցությունը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով եւ համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն հետեւողականորեն զարգանալ ու ամրապնդվել։ Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ, կարևորելով խաղաղության, կայունության եւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված հետեւողական քայլերի իրականացումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանի Մոսալլա մզկիթում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։ Վարչապետն իր ցավակցություններն է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին, ինչպես նաև Ալի Խամենեիի ընտանիքի անդամներին։ Հրաժեշտի արարողության ընթացքում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ալի Խամենեիի հիշատակին եւ գրառում կատարել Սգոմատյանում։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ եթե ընտրվի ազգային ժողովի նախագահ, կդադարեցնի գործունեությունը որպես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ։ Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ինչպես իր թեկնածության առաջադրմանը, այնպես էլ դրա շուրջ շրջանառվող տարբեր մեկնաբանություններին։
Ես ուզում եմ ձեզ նախ տեղեկացնել, որ քանի որ ես ազգային ժողովի նախագահի տեխնացու եմ ընտրվել եւ ընտրվելու դեպքում ակնհայտորեն ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել։ Խոսելով ազգային ժողովում հնարավոր կադրային փոփոխությունների մասին, Ռուբինյանը նշեց, որ այս պահին այդ հարցերը քննարկելն անտեղի է, հիշեցնելով, որ խորհրդարան ունի գործող նախագահ եւ գործող աշխատակազմ, իսկ իր տեխնացությունն առաջադրել է միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը։ Հիմա ընդհանրապես քաղաքացիական պայմանագրի վարչությունը որոշել է առաջադրել իր տեխնացություն։ Այս պահին կա գործող ազգային ժողովի նախագահ, կա գործող աշխատակազմ։ Անդրադառնալով պնդումներին, թե իր առաջադրման մեջ Թուրքիան ունի միջնորդություն, մասնավորապես Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչի շնորհավորանքի ֆոնին, Ռուբինյանն այդ գնահատականները որակեց անհիմն։ Նրա խոսքով շնորհավորանքներ ստացել է նաև Ռուսաստանից եւ այլ երկրներից, ինչը չի կարող դիտարկվել որպես որևէ արտաքին ազդեցության ապացույց։ Նույն ձև ես ստացել եմ շնորհավորանքներ օրինակ Ռուսաստանից եւ այլ տեղերից։ Ռուսաստանից գործընկերից գրել շնորհավորել է եւ Ռուբինյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի բարձրագույն պաշտոնները ձևավորվում են ժողովրդի ընտրության միջոցով, նշելով, որ քաղաքացիներն ընտրում են քաղաքական ուժերին, որոնք էլ առաջադրում են համապատասխան թեկնածուներին պետական պաշտոններում։ Որովհետև Հայաստանում բոլոր պաշտոնները միջնորդավորված, բայց ընտրվում են Հայաստանի ժողովրդի կողմից։ Հայաստանի ժողովուրդն է, որ օրինակ վարչապետ Փաշինյանին ընտրել է վարչապետ։ Հիմա Հայաստանի ժողովուրդն է, որ լիազորել է քաղաքացիական պայմանագրին, ինձ ընտրել որպես թեկնածու։ Հարցին թե ով կփոխարինի իրեն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի պաշտոնում, Ռուբինյանը պատասխանեց, որ այդ հարցով դեռ որոշում չկա եւ համապատասխան որոշումը կընդունեն վարչապետն ու կառավարությունը։ Ես որքան տեղյակ եմ, դեռ չկա, բայց բնականաբար վարչապետը եւ կառավարությունը կորոշեն։ Գայանե Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանն ավարտվեց ընդունելով մի շարք կարևոր օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց օրենքը, որով նախատեսվում է բարձրացնել ակցիզային հարկը։ Խորհրդարանը նաեւ ընդունեց օրենսդրական փոփոխություններ, որոնցով սահմանափակվում է Հայաստանի Հանրապետությունից երկար ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը։ Բացի այդ, խստացվեցին ընտրակաշառք տալու եւ ստանալու համար նախատեսված քրեական պատիժները, նպատակ ունենալով ուժեղացնել ընտրական գործընթացների օրինականության երաշխիքները։ Ընդունված փոփոխությունների համաձայն Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ նույնպես կտեղադրվի Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։ Գայանե Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության Գավառ համայնքի գրասենյակի պատասխանատուն նույն կուսակցության համակիրների հետ խմբի կազմում ազգային ժողովի ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։ Միասկոնամ իրանցը վարշյոս եմ ուղտիր կացի խադենը վիճվա, չսկասկա, եսի զայրքսն աղլետնի կացիկ են դրեք փողի, կացիկ զայրքսն։ Ես ինչ ասել, ես իմ ասածը դիրեմ, եթե ինչ-որ կանոտ այս մարդիկ ես մեր կողքի առաջինջի մեզ չնջա, որ մնաց հատին տախտում ինչի աշխարը։ Ճուն վերջի կան պոխն ինաս տանում տոքի տանում ծավիչան սպիրդել իթան, որոս անգել դրա զանգրված աղթենք։ Կարաշ։ Ես յոթետորի սերուկի եկրան իքնան սերուկի մենչին խայն անցատը դորիսի մենք ճիշտ չեն խասելու ինչ են կոնում, բերս սենց հոնակ, ես այդ ուղում տեղավոր են, իրարքել միշկուսում են, ես մենքի միաշտում ասած դրան, կոնակ էի չտան։ Նոր ես ծուցարվել է եսի, դրոս ես մայթազ է ծուցարվում աղբյուրջան։ Դուք էտ անայում է դրակի գրանցա, ես վարդա ես կտապն դաշ գրանցա, ենք մանախելի բերեն։ Ասում ես ինչան ես ինչ, ասում եմ մարդուն ես, բուվալի տեղոն ես նոմիսը չկա, դեղն ես յաղթում ես խոպանակած ես իստեղ, բար ասում եմ, ես սնաց տվել եմ, ասում եմ, արի դու դրանց տվել ես, ես տվել եմ ուրիշ ես, ասում, տվել եմ, պելուսում բին աղթվել, են մարդյանցի լավեր, ասում, ես ինք հոգի կշտատել եմ, ինքին տվել ես, բայց ես 17 հոգի, կազան մոքն վերանց է, ինքը ետքև ետնաս երկուս է դուր։ Չապեք ասում սամիրություն այս ամուս կեզ մի ասր վեսը սորը դանջենիը բորեմ շուրքի դա սոնացածին է մնացածին զորք սամբրուկաս է ստորը դրեր կարծիք Եվ 22 Ես
Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Շինարարները տեղահանում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի 4-րդ մույթի առաջին քարը, այսպիսով տալով հավերժության տաճարի վերանորոգման երկրորդ փուլի աշխատանքների մեկնարկը։ 12 մույթերից 3-ը առաջին փուլում վերանորոգվել էին, հերթը հաջորդ 3-ինն է, ու առաջին իսկ քարերը հանելուց հետո պարզ է դառնում վնասվածության աստիճանը։ Ներքևի խոնավությունը նայեք, տակը ջուրը լցված է ու ինքը արդեն կտրված է իր շաղախից, քարերը կտրված է շաղախից։ Շաղախից կտրվել ու քայքայվել են մույթի ինչպես արտաքին, այնպես էլ կողային հատվածների քարերը, վստահեցնում է շինարարը։ Վնասվածության աստիճանը պարզ կդառնա ռադիոգրաֆիկ սարքերով հետազոտելուց ու նմուշարում կատարելուց հետո։ Առաջին 3 մույթերի վերանորոգումը իրականացվել է բարդ գործընթացները հաղթահարելուց հետո։ Պարզ է դարձել յուրաքանչյուրը վնասվածության տարբեր աստիճաններ ունի։ Իրոք այստեղ մեծ խնդիրներ կային եւ մույթերը երբ որ բացվում էին, այս քարերը երբ որ հանում էին, շինարարները համոզվեցին, որ շատ լուրջ խնդիրներ կան ժամանակի ընթացքում ջրի եւ ժամանակի ուրեմն ազդեցության հետևանքով բետոնի այդ կոնստրուկցիաները լուրջ դեֆորմացիաների են ենթարկվել եւ լուրջ վերանորոգման կարիք ունեին։ Իհարկե դրա կարիքը կար։ Իհարկե դա անհրաժեշտություն էր։ Մոտ 60 տարի նույն միջավայրում գտնվելով սալերը տարբեր աստիճանի վնասվածքներ են կրել։ Յուրաքանչյուր մույթի վերանորոգումը անհատական մոտեցում է պահանջում, նշում է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության պատասխանատուն։ Բազմաթիվ սցենարներ են քննարկվել եւ դրանց վերաբերյալ տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումները մեր մոտ առկա են։ Նախնական շինարարական աշխատանքները, որոնք որ իրականացվելու են, դա մույթերի մեջքի հատվածի քարերի հեռացումն է, որից հետո կուսումնասիրվի ներսում բետոնի եւ երկաթբետոնի վիճակը, իրականացվի նաեւ ռադիոտոմոգրաֆիկ սարքերով ներսի ուսումնասիրություն։ Միայն դրա արդյունքներից պարզ կդառնա, թե որ սցենարով շինարարը կշարունակի աշխատանքը։ Կարող է այնպիսի սցենար ունենանք, որը որ մեր կողմից չի դիտարկվել, բնականաբար դա էլ օպերատիվ կարգով լուծվի ու իրականացվի։ Առաջին փուլի ժամանակ պարզվեց, որ կառուցման ժամանակ բետոնը, որը որ լցվել էր, շերտ էր լցվել եւ այդ շերտը ամեն շերտ ուներ իր ամրությունը, իր տեխնիկական բնութագրիչները, բացի դրանից նաև քայքայման աստիճանը։ Կատարվել է անցքերի բացում 50-70 սանտիմետր, բետոնի լվացում ներսի, հետո սրսկվել է ստաբիլ ցեմ իտալական մապեի նյութով, մեկի մեջ գնացել է 1580 կիլոգրամ, մեկի մեջ 470 կիլոգրամ, մեկի մեջ 700, 3 մույթերից 760 կիլոգրամ։ Դա ցույց է տալիս, որ բետոնները խորոշներ ունեն, քայքայված են։ Երկրորդ փուլի աշխատանքների շրջանակում պետք է ավարտվի նաև տանիքի մնացած հատվածի վերանորոգումը։ Թանգարան ինստիտուտի տանիքն ավելի վաղ մասամբ վերանորոգվել էր ու դրանով լուծվել շենքում կաթոցների խնդիրը։ Թանգարան ինստիտուտի կոնֆերանսների սրահ կա, մենք հենց այդ դրա տանիքի վրա ենք գտնվում եւ կոնֆերանսների սրահի եւ վարչական մասի ամբողջը վերանորոգվել է, ջրի հոսք կար պատերի վրա, հատ վիճակում էր գտնվում շենքը եւ ուրեմն այս տարի այս ամբողջը վերանորոգվել է, որը շատ լավ է իհարկե։ Արևելյան մասնաշենքը եւ կենտրոնական մասնաշենքի տանիքների հատվածը դրանք քայլելու համար նախատեսված են։ Դրա տեխնոլոգիական լուծումն էլ է փոխվում եւ դա 4 շարվածքի տրամաբանությամբ է տեղի ունենալու, հանելու ենք մեկուսի շերտը եւ որտեղ որ հարթեցնող շերտը տակի վնասված լինի, դրանք էլ ենք փոխարինելու եւ նոր ջրամեկուսի շերտի իրականացումից հետո արդեն օդային բացակով տեղադրվելու են քարե սալիկներ։ Խոսքը բուն թանգարանի տանիքի մասին է, ոչ պակաս կարևոր հատված, որտեղ եւս անձրևաջրերի հոսքի հետևանքները զգալի են եղել։ Վերանորոգվելու են նաեւ այս պարապետը եւ այս կոնստրուկցիաները, այստեղ եւս մեծ խնդիրներ կային ջրահեռացման հետ կապված, նախագծային փոփոխության փուլում են գտնվում, որը որ մոտ օրերս կավարտվի
Նախագծի փոփոխության մեջ ներառված են նաև որոշակի հատվածներ, որոնք որ սկզբնական նախագծից դուրս էր մնացել, այսինքն դեռ ունենք ճեմուղիների հետ կապված որոշակի խնդիրներ, կողային հատվածներում աստիճանավանդակների հետ, մուտքի հատվածի մասով մենք այնտեղ էլի պոկված քարեր ունենք։ Ինչպես տանիքի, այնպես էլ մույթերի հատվածների վերանորոգման ընթացքում ի հայտ եկող խնդիրներին զուգահեռ աճում է նաև վերանորոգման բյուջեն։ Եթե ի սկզբանե նախատեսված է եղել 700 միլիոն դրամ, ապա հետագայում այն աճել է հասնելով ավելի քան 1 միլիարդի։ Հետագա ծախսերն էլ պարզ կդառնան աշխատանքների ընթացքում։ Դրանք բարդ են, նոր տեխնոլոգիական լուծումներ պահանջող, բայց մի բան հստակ է։ Գերխնդիր է դրված, որպեսզի հուշահամալիրի բոլոր անկյունները, որը որ թերություն ունի, որը որ պետք է շտկվի, դրանք պիտի վերականգնվեն նույն տրամաբանությամբ, ինչ որ նախկինում է եղել։ Երկրորդ փուլի աշխատանքների ավարտը դեկտեմբերն է, իսկ հաջորդ մույթերի նորոգմանը զուգահեռ մտադիր են նաև շենքի ներքին հարդարման աշխատանքները իրականացնել։ Վարդուհի Արզումանյան, Աշոտ Խաչատրյան։ Թեհրանում մեկնարկել են հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակի արարողությունները։ Ավելի քան 4 ամիս է անցել Այաթոլլայի եւ նրա ընտանիքի անդամների սպանությունից։ Նրանք զոհվել են Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմի առաջին օրը։ Ավելի քան 30 տարի Իրանը ղեկավարած առաջնորդի աճյունն առավոտյան տեղափոխել են Թեհրանի գլխավոր աղոթավայր Մեծ Մոսալլա։ Հուղարկավորության մասնակիցների թիվն ըստ պաշտոնական ԻՌՆԱ գործակալության կարող է հասնել 35 միլիոնի։ Իրանի նախկին հոգևոր առաջնորդին վերջին հրաժեշտ տալու համար սկսել են Թեհրան ժամանել նաև արտասահմանյան պատվիրակությունները։ Հայտ ինչ է Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրված Մոջթաբա Խամենեին արդյոք կմասնակցի հոր հիշատակի հանրային միջոցառումներին։ Մի քանի օր առաջ նա ներկա չի եղել իր կնոջ հուղարկավորությանը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հասել է Իրանի հետ հակամարտության գրեթե բոլոր նպատակներին։ Այս մասին նա ասել է CNBC-ի հետ հարցազրույցում։ Կարծում եմ նրանք համաձայնել են մեզ անհրաժեշտ գրեթե ամեն բանի հետ, ասել է Թրամփը։ Ըստ նրա մոտավորապես 4 ամիս տևող հակամարտությունը համեմատաբար կարճ ժամանակահատված է եւ ամերիկյան ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական ներուժը, նավատորմը, օդուժը, ռադարային համակարգերը եւ ղեկավարներին։ Ինչի եմ հասել, ես նրանց ռազմական առումով հաղթել եմ, հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը։ Նա հավելել է, որ Թեհրանի հետ բանակցությունները շարունակվում են եւ ռազմական գործողությունների արդյունքում հնարավոր է եղել հասնել Իսլամական Հանրապետությունից բխող միջուկային սպառնալիքի չեզոքացմանը։ Թրամփը նաեւ նշել է, որ նավթի գինը հիմա նույնիսկ ավելի ցածր է, քան մինչև փետրվարի 28-ին Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկը։ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ վարել Իրանի դեմ, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նա նաև հիշեցրել է, որ վերջին զինված հակամարտության ընթացքում Իսրայելը ոչնչացրել է իրանական ղեկավարության մեծ մասին, զգալի վնաս հասցրել Իրանի ռազմավարական կարողություններին։ Նախորդին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է Իսրայելին Թեհրանին ուղղված սպառնալից հայտարարությունների կապակցությամբ։ Նրա խոսքով Իրանը իրական սպառնալիքի դեպքում կարձագանքի անմիջապես եւ հուժկու։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ակնկալում է առաջիկա շաբաթների ընթացքում այցելել իրանական միջուկային օբյեկտներ, հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա մի քանի շաբաթվա ընթացքում, ոչ շատ ուշ։ Ստորագրված փոխըմբռնման հուշագրում խոսվում է համապարփակ համաձայնության հասնելու համար 60-օրյա ժամկետի մասին։ Իհարկե, խոսքը ոչ միայն միջուկային թեմայի մասին է, ասել է նա։ Գրոսին հիշեցրել է, որ հուշագրում շոշափվում են նաև Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը, տարածքային ամբողջականության հարցեր եւ այլն։ Այսինքն այնտեղ արկա են մի շարք թեմաներ եւ բոլորն էլ բավականին բարդ են, բայց նրանք իրենք են իրենց համար սահմանել այդ 2 ամիսը։ Ընդ որում ժամանակն անցնում է։ Ուստի հուսով եմ, որ եթե վերջնական համաձայնությունը ձեռք բերվի այդ ընթացքում, ապա հնարավորություն կստեղծվի սկսել իրական աշխատանքը, որն իհարկե կներառի մուտքն այդ օբյեկտներ, պարզաբանել է Գրոսին։ Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժերի զոհերի թիվը վերջին 1 օրում ավելացել է եւս 300-ով, հասնելով 2595-ի, հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։ Եվս 12000 մարդ վիրավորվել է, Ռոդրիգեսը չի նշել անհետ կորածների թիվը։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների անհետ կորած է համարվում 38500 մարդ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Երկրաշարժի 8-րդ օրը փլատակներից հաջողվել է դուրս բերել 43-ամյա մի տղամարդու։ Երկրաշարժից ամենաշատը
տուժել է մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Լա Գուայրայի նահանգը։ Ռոդրիգեսը հայտնել է, որ Լա Գուայրայի գրեթե բոլոր պաշտոնյաները զոհվել են երկրաշարժի հետևանքով։ Ըստ Վենեսուելայի իշխանությունների փլուզվել է մոտ 800 շենք, որից 189-ը լիովին ավերվել է։ Իշխանությունները դատապարտել են տարերային աղետին դանդաղ արձագանքելու վերաբերյալ քննադատությունները։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հաշվարկով երկրաշարժերի պատճառած վնասը կարող է կազմել 6.7 միլիարդ դոլար։ Երկրաշարժից հետո Վենեսուելային օգնություն են ուղարկել բազմաթիվ երկրներ։ ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է երկրի դեմ գործող որոշ պատժամիջոցներ, խոստացել է տրամադրել 150 միլիոն դոլարի հումանիտար օգնություն, ինչպես նաև այնտեղ ուղարկել ավելի քան 900 փրկարարի։ Ուկրաինայում ռուսական գիշերային հարվածների հետևանքով 4 զոհ եւ 10 վիրավոր կա, գրում է Reuters գործակալությունը։ Զոհերը մահացել են սահմանամերձ Սումիի մարզում բնակելի տանը հասցված ռուսական ԱԹՍ հարվածների հետևանքով, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը։ Կրիվոյ Ռոգին հասցված հրթիռի հարվածի հետևանքով կա 7 վիրավոր, տեղեկացրել է քաղաքի պաշտպանական խորհրդի նախագահ Ալեքսանդր Վիլկուկը։ Այսօր Ուկրաինայում սգո օր է։ Նախորդային մայրաքաղաք Կիևին ռուսական ուժերի հարվածները խլել են ավելի քան 3 տասնյակ մարդու կյանք։ Դա այս տարվա ամենամահաբեր ռուսական հարձակումն է եղել մայրաքաղաքի վրա։ Ռուսաստանի Բրյանսկի մարզի ղեկավարությունն էլ հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 1, վիրավորվել 2 մարդ։ Բելգորոդում հրթիռակոծության հետևանքով նույնպես կա 1 զոհ։ Այնտեղ առաջացել են ջրամատակարարման խնդիրներ, հրդեհ է բռնկվել Էներգոմաշ գործարանում եւ Միչուրինի անվան ջեկում։ Իսկ Սմոլենսկում ուկրաինական ԱԹՍ հարվածներից հրդեհ է բռնկվել արտադրամասերից մեկում։ Դավիթ Մուրադյան Հայոց բանակ զորակոչվելուց առաջ վերջին բժշկական հետազոտություններն են անցնում նորակոչիկները։ Ամառային հերթական զորակոչը Գավառ համայնքում ընթացքի մեջ է։ Հուլիսի 1-ին նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում են ուժային կառույցների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Զինվորական ծառայության ընթացքում լինել ազնիվ պատասխանատու ընկերասեր, պատվով կատարել զինվորական պարտականությունները։ Այս հորդոր խրատներով, բարեմաղթանքներով եւ շնորհավորանքներով են ճանապարհում նորակոչիկներին։ Ես ձեզ բոլորին ցանկանում եմ բարի ծառայություն, ծառայել պատվով, քանի որ հայրենիքին ծառայելը դա բացառիկ, իմացեք, մարդուն տրված հնարավորություն է։ Պատվով ծառայել հայրենիքին։ Եվ այդ ծառայելով դուք ասենք իմանաք, պաշտպանելով մեր հայրենիքը, պաշտպանելով ձեր ընտանիքը, ձեր ծնողներին, մեր պետությունը, մեր ժողովրդին։ Եվ խնդրում պահանջում եմ բոլորիցը, լսեք ձեր ավակ ընկերներին, որ գնաք ծառայության, լսեք ձեր հրամանկազմին, որտեղ իրենց լսելով առաջինը դուք լավ եք ծառայելու եւ անվտանգ եք տրվելու։ Եվ ես մի բան եմ ձեզ զգուշացնել, իմ շատ սիրելի զինվորներ, որ մեկ մյուսի կողքին լինեք։ Ես ուզում որ որից է մեկը ձեր ընկերոջ հետ կապված անտարբեր վերաբերում ցուցաբերել, որտեղ անտարբերությունը դա ամենաբարձր, ամենավատ բանն է մարդու կյանքում։ Եթե մարդուն կատամ անտարբեր ես։ Կողքերի օգնի իրան, աջակցի իրան, որսի ուժեղ ունենք եւ միասնական ունենք։ Անենց կանեք, որ ձեր ընտանիքները հեռու մնան ձեր ծառայությունից, միշտ պատասխանեք, որ ձեր ծառայությունը շատ լավ է, ոնց sense դողով զուռնով ձեզ ճանապարհում են, Աստված տես դողով զուռնով ձեզ դիմավորեք։ Ու մեկ էլ ամենակարևորը հիմա ոնց իրար հետ այտենց մեկը մյուսին զիջելով, թեվո թիկունք կանգնած եք ստեղը, տենց էլ ընդեղ է։ Ծառայությունից հետո մեկը ամեն ինչ մոռանում եք, իրար տենալուց փաթաթվելու եք, նենց որ այդ 2 տարուկես է, 2 տարին չէ, տարուկեսը կարող է մեր համար հեշտ լինի, ձեր համար մի քիչ երկար է լինելու, բայց դե նենց արեք, որ ամեն դեպքում հիմա գնում եք տղա, հետ եք գալու տղամարդ, ձեզ բարի ծառայություն։ Ես նույնպես ցանկանում եմ ձեզ բարի ծառայություն երեխեք ջան։ Ոնց որ ես ուրախ ձեզ ճանապարհում եք, տենց էլ ուրախ դիմավորեք բոլորին, ձեզ բարի ծառայություն։ Նորակոչիկներին օրհնում եւ բարի ծառայություն է մաղթում հոգեվոր հովիվ տեր գնել քահանա Մարտիրոսյանը, եւս մեկ անգամ հորդորելով հետեւել հնչած խորհուրդներին ու ցուցումներին։ Տարիուկես պիտի փորձեք ձեր քաջությամբ, ձեր միասին լինելու այդ շատ առանձնահատուկ, յուրահատուկ ուրեմն շնորհքով պիտի կարողանաք ձեր ծնողների, մեր բոլորիս ուրեմն խաղաղություն ապահովել։ Ես սրտան ծաղոթում եմ ձեզ համար, Աստված ձեզ բարի ծառայություն պարգևի։ Պաշտոնական արարողությունից հետո նորակոչիկները հրաժեշտ են տալիս հարազատներին եւ երգերաժշտության ուղեկցությամբ բարձր տրամադրությամբ մեկնում բանակ։ Նույն օրը զորակոչի արարողություններ են տեղի ունենում նաեւ Սևան եւ Ճամբարակ համայնքներում։ Անահիտ Կարյան
10-րդ դասարանի ընդունելությունն այսուհետ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով հայտագրման միջոցով։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի խոսքով երեխային հայտագրելու համար ծնողը նախ հարթակում պետք է ունենա իր օգտահաշիվը, որը ոչ միայն հայտագրելու, այլև հետագայում նախարարության կողմից մատուցվող այլ ծառայություններից օգտվելու համար է։ Ծանուցման ծառայություն է լինելու համակարգի ներսում, երբ որ ուսուցիչը կարող է հենց ծնողին որևէ բան ծանուցել եւ ծնողը դա կտեսնի հենց իր էջում, հա, ոչ թե մեյլ կստանա, ոչ թե զանգ կունենա, ոչ թե ինչ որ խմբում WhatsApp-ի կամ WhatsApp-ի կստանա հաղորդագրություն, այլ հենց իր էջում կկարողանա օգտվել այդ ծառայությունից, այսինքն ստանալ ծանուցումներ, կապ հաստատել ուսուցչի հետ կամ դպրոցի հետ, եթե որևէ խնդիր ունի։ Բացի դրանից, հայտագրումից հետո ծնողը կարող է նաև էլեկտրոնային ստորագրությամբ էլեկտրոնային դիմում ներկայացնել դպրոցի տնօրենին, ամբողջությամբ էլեկտրոնային, եւ բացի դա կարող է նաև դպրոցի եւ ծնողի միջև կնքվող պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային տարբերակով, էլեկտրոնային ստորագրությամբ։ Հայտագրումն իրականացվելու է մի քանի փուլով։ Հաշվի են առնվելու երեխայի կամ ծնողի հաշմանդամությունը, տվյալ հաստատությունում ծնողի աշխատելը կամ արդեն սովորող քույր եղբայր ունենալը։ Հուլիսի 20-ին դա առաջին փուլն է, նախատեսված է առաջնահերթություն ունեցող ծնողների համար եւ երեխաների համար եւ տևելու է 2 շաբաթ։ Երկրորդ փուլը օգոստոսի 4-ին հայերեն ուսուցմամբ, միայն հայերեն ուսուցմամբ դասարանների համար համընդհանուր հայտագրումն է եւ մյուս երրորդ փուլը արդեն նախատեսվում է միայն ռուսերենով ուսուցմամբ այլ երկրի քաղաքացիների կամ օտարազգիների երեխաների հայտագրման համար ռուսերեն դասարաններ։ Թվայնացման շնորհիվ տարիներով կուտակված խնդիրները բացահայտվում են, վստահեցնում է Արտակ Պողոսյանը։ Սա երեխաներին հավասար պայմաններով հայտագրելու հնարավորություն է տալիս։ Չկա այլևս կարիք գնալ դպրոցի տնօրենին խնդրել մի քանի ամիս առաջ հարցնել արդյոք տեղ կա դպրոցում դիմում ներկայացնելու թե չէ, ստանալ բացասական պատասխան, որ այլևս տեղ չունենք, դիմումները ընդունված են, մենք չենք կարող ձեր երեխային ընդունել, այսինքն չկա արտոնություն ունեցող մարդ, ով ունի ազդեցություն դպրոցի վրա, տնօրենի վրա, որ կարող է անցնել առաջ եւ ավելի շուտ, չգիտեմ, իր հարցերը կարգավորել, այստեղ կա հավասարության սկզբունք բոլորի համար։ Մասնագիտացված բարձրագույն ուսումնական հաստատությունների ենթակայության տակ գործող ավագ դպրոցներն այս տարի դեռ կշարունակեն ընդունելությունը իրենց ընթացակարգով։ Աննա Մելքումյան։ Համայնքային ոստիկանության վաղարշաբաթի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որը Էջմիածնի Պրոշյան փողոցի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի աճեցնում է կանեփ։ Հունիսի 26-ին ստուգման նպատակով համայնքային ոստիկաններն այցելեցին տղամարդուն եւ բակում ակնհայտ տեսանելի մասում նկատեցին մշակված կանեփի բույսեր։ Վաղարշաբաթի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Նույն օրը կատարված զննությամբ իրավապանները տղամարդու բակում հայտնաբերեցին մշակված կանեփի 107 թուփ։ Հետագա միջոցառումների արդյունքում հունիսի 29-ին 59-ամյա տղամարդը ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով 3 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 70 գրամ էր։ Ըստ տղամարդու իր աճեցրած կանեփից պատրաստած մարիխուանան անձնական օգտագործման համար էր։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ եւ գործողությունների փոխլրացմամբ Բագրևան թաղամասի տարածքում ստեղծել են հանցավոր կազմակերպություն եւ իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցավոր խմբի անդամների ինքնությունները, նրանց քանակն ու աշխատանքային գրաֆիկը։ Պարզվել է նաեւ, որ տարածքի պահպանությունն իրականացվում է տարբեր անձանց կողմից, նպատակ ունենալով սահմանափակել օտար մարդկանց մուտքը տարածք։
Ստացված տվյալների համակողմանի վերլուծության եւ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա քննչական կոմիտեը ներկայացվել հանցագործության մասին հաղորդում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հունիսի 15-ին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության եւ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից իրականացվել է անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել եւ արգրավել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ ու փաստաթղթեր, այդ թվում թվային կրիչներ, ձեռագիր գրառումներ, օտարերկրյա պետությունների նույնականացման քարտեր, ինչպես նաեւ բջջային հեռախոսներ ու օտարերկրյա հեռախոսահամարներ։ Գործողությունների ընթացքում ենթադրյալ հանցագործներից մեկը հայտնել է, որ շինություններից մեկի երկրորդ հարկում պահում է 2 հրազեն։ Նրա մատնանշած վայրում հայտնաբերվել են 2 ատրճանակ, դրանց համար նախատեսված փամփուշտներ, որոնք սահմանված կարգով արգրավել, փաթեթավորվել եւ կնքվել են հետագա վարույթային գործողությունների շրջանակում փորձաքննության եւ անհրաժեշտ այլ քննչական գործողությունների իրականացման նպատակով։ Նշված անձը ձերբակալվել է։ Ներկայումս քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունն ակտիվորեն համագործակցում է Եվրոպական միության անդամ պետությունների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների հետ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրա իրականացման մեխանիզմների, ինչպես նաեւ դրանում ներգրաված անձանց վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու, դրանք վերլուծելու եւ նախաքննություն իրականացնող մարմին փոխանցելու նպատակով։